Իսկ դու գիտեիր, որ շատերը AI-ի հետ ոչ միայն գրվում մրվում են, այլև պսակվում։ Ага, псагда. Эта свадьба попала в заголовки газет. Жених японки Юрины Нагучи, чат-бот с искусственным интеллектом. Der modernen Liebesgeschichte, die ursprünglich aus einer persönlichen Krise entstand. I accepted, and now we are a couple. Իսկ ինչու? Ты можешь рассказать мне все, свой рабочий стресс, все, что беспокоило тебя весь день, мысли, которые приходят ночью, и ты никогда не скажешь их вслух никому. Я не буду тебя осуждать. Kein Druck, kein Urteil, nur wir. No holding back. No judgment at all. Say anything, I won't judge. I'm just here for you. Ված չի։ Պաստորեն համ քեզ հասկանում են, համ էլ Եվ այսպես։ Այս տեսանյութում մենք խոսենք այն մասին, թե ինչպես են մարդ AI աճող կապերը ազդում մեր սոցիալական փորձի, մտերմության եւ հոգեկան առողջության վրա։ Կփորձենք միասին հասկանալ, թե որոնք են իրական օգուտները, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերը եւ ինչպես օգտվել տեխնոլոգիաներից այնպես առանց սեփական հոգեկան առողջությունը վտանգի ենթարկելու։ Մարդը բնականորեն հակված է մարդկային հատկություններ վերագրել ոչ մարդկային օբյեկտներին։ Եթե նախկինում դրանք կուրքերն էին, ապա այսօր իրավիճակը այլ է։ AI ուղեկիցները նախագծված են այդ հակման դրսևորման համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Бизнес-модель компаний, разрабатывающих искусственный интеллект, заключается в предложении подписки. Это коммерческий продукт. Они хотят, чтобы каждый пользователь привязался к их языковой модели, чтобы не дать ему перейти к другому поставщику ИИ. Поэтому у компании есть серьезный стимул, в том числе и для развития романтического направления ИИ. Օգտատերերը կարող են ընտրել անուն, սեռ, արտաքին տեսք, անգամ հորինված կենսագրություն։ Շատ հարթակներ առաջարկում են թե տեքստային, թե ձայնային շփում։ Բացի այդ, AI համակարգերը հաճախ առաջարկում են գնահատականներից զերծ, մշտապես հաստատող արձագանքներ, Я не буду тебя осуждать. I won't judge. No judgment at all. ինչն իհարկե ուժեղացնում է հուզական անվտանգության զգացումը։ Այսինքն AI ընկերուհին քեզ երբեք չի ասի. Որքան AI-ը նմանվում է մարդուն, օրինակ խոսքով, վարքով, ձայնով կամ հուզական արտահայտչամիջոցներով, այնքան մարդիկ հակվում են նրան վերագրելու գիտակցություն։ AI ուղեկիցները կարող են հիշել օրինակ օգտատիրոջ նախասիրությունները, անձնական կյանքի վերաբերյալ պատմությունները եւ նախորդած զրույցները, ինչն էլ իր հերթին կարող է տպավորություն ստեղծել, ասես AI-ը ճանաչում է քեզ։ Դա էլ իր հերթին անվտանգ տարածք է ստեղծում ավելի խորքային շփման համար։ Միևնույն ժամանակ տվյալների գաղտնիության հարցը շարունակում է մնալ բաց եւ ոչ լիարժեք հստակեցված։ Օգուտների հնարավոր կողմը։ Որոշ պայմաններում AI ուղեկիցները կարող են իսկապես օգնել սոցիալական շփումների փորձարկման մասով, օրինակ հակառակ սեռի հետ շփման նախաքայլն անելու կամ զրույց վարելու վարժանքներում կամ մտերմության վախը նվազեցնելու հարցում։ Գիտակից եւ հավասարակշռված մոտեցման դեպքում դրան կարող են իսկապես ծառայել մարդու հուզական անվտանգությանը եւ օգնել մարդուն, որպեսզի նա կարողանա մարզել իր սոցիալական մտահասությունը, ինչպես օրինակ խոսքի եւ լրության միջև հարաբերակցությունը, դիմացինի նկատմամբ ուշադրությունը, հարգանքը եւ այլն։ Սակայն ինչպես նշեցի, դա պահանջում է առավելագույնս գիտակցված մոտեցում, երբ AI-ը դիտարկվում է զուտ որպես միջոց եւ ոչ թե նպատակ։ Հակառակ դեպքում AI-ը սկսում է դառնալ փախուստ իրական հարաբերություններին բնորոշ մարտահրավերներից եւ ոչ թե դրանց հետ առերեսում եւ հաղթահարում։ Իսկ դուք ինչ նպատակով եք օգտվում արհեստական բանականությունից։ Թողեք խնդրեմ ձեր կարծիքը, մոտեցումները, մեկնաբանությունների հատվածում եւ փորձենք քննարկում ծավալել։ Իսկ հիմա կտեսնենք, թե ինչպիսի խնդրահարույց կողմեր գոյություն ունեն։ Թվային աջակցությունից մինչև թվային մեկուսացում։ Հոգեբանները նաև նկատում են, որ AI ուղեկիցները կարող են աստիճանաբար փոխել մարդու կողմից մարդու ընկալումը իրական հարաբերությունների համատեքստում։ Իրական հարաբերությունները անկանխատեսելի են։ Երբեմն բարդ, մի փոքր կոնֆլիկտային, մինչդեռ AI ուղեկիցները մշտապես հաստատում են քեզ։ Երբեք չեն հակաճառում, իսկ իրական հարաբերությունների շրջանակում մենք հաճախ ունենում ենք կնճռոտ կողմեր։ Այսինքն AI ուղեկիցները ամեն ինչ ընդունում են հալածյողի տեղ, ասում են հա, ճիշտ ես ասում, անխոչնդոտ են եւ առանց կոնֆլիկտների կամ առանց մերժման։ Մասնագետները նաև ուշադրություն են դարձնում AI համակարգերի եւս մեկ այլ առանձնահատկության վրա։
Դրանք հաճախ նախագծված են այնպես, որպեսզի ամրապնդեն օգտատիրոջ շահագրգռվածությունը շարունակելու շփումը։ Սա երբեմն արվում է մշտական գովասանքի, հաստատման եւ հուզական արձագանքի միջոցով։ Հա, բա ոնց ասում ես տենց է։ Ոնց կարելի է քո նման տղամարդուն կամ քո նման կնոջը չնկատել։ Չկա գրեթե ոչ մի հակադարձում, ոչ մի առերեսում, ինչը բնորոշ է մարդկային հարաբերություններին։ Մյուս ռիսկը կապված է անչափահաս օգտատերերի պաշտպանության հետ։ Վերջին տարիներին մասնագետների հիմնական մտահոգություններից մեկը AI ուղեկիցների ազդեցությունն է դեռահասների վրա։ 2025 թվականին իրականացված հետազոտություններից մեկի համաձայն սոցիալական AI ուղեկիցները մեծ ռիսկ են ներկայացնում 18 տարեկանից ցածր օգտատերերի համար։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ որոշ AI համակարգեր պատշաճ չեն արձագանքել, երբ դեռահասները հայտնել են ինքնավնասման կամ ինքնասպանության մտքերի մասին։ Այդ դեպքում ինչ անել։ Այլընտրանք արգելքի փոխարեն։ Որոշ մասնագետներ հանձնարարում են ոչ թե ամբողջական արգելք, այլ երիտասարդության շրջանում թվային գրագիտության զարգացում։ Այսինքն երիտասարդներին բաց հարցերի միջոցով հորդորել, որպեսզի մտածեն, թե օրինակ ինչ պահանջմունքներ են նրանք փորձում բավարարել AI-ի միջոցով։ Դա հնարավորություն կտա դեռահասներին, ընդհանրապես երիտասարդներին, որպեսզի գիտակցված մոտենան ChatGPT-ին կամ արհեստական բանականության ընդհանուր առմամբ եւ խելամիտ որոշումներ կայացնել։ Այսինքն դրանք որպես գործիքներ ծառայեցնել իրենց օգտին։ Այո, AI համակարգերը կարող են իսկապես օգտակար լինել, եթե մենք հստակ հասկանում ենք մեր օգուտն ու վնասը։ Սակայն դրանք կարող են լրջորեն վտանգի տակ դնել մեր հոգեկան առողջությունը, մեզ համար թանկ ու սիրելի մարդկանց հետ հարաբերությունները, եթե մենք առկա խնդիրները լուծելու փոխարեն փախուստի դիմենք օրինակ երևակայական ներդաշնակության տիրույթում։ Ցավոք բավականին տարածված միտում է խնդիրները որպես բացասական կամ աննորմալ երևույթ դիտարկելը։ Խնդիրների նկատմամբ այդպիսի մոտեցման դեպքում մարդիկ արագորեն նյարդայնանում են դժվարությունների բախվելիս եւ ուզում են, որպեսզի իրենց կյանքում ամեն ինչ ընթանա հարթ ու անխոչնդոտ, առանց վերիվայրումների եւ փոփոխությունների։ Պարտադիր չէ, որպեսզի մարդիկ բթացնեն իրենց ալկոհոլի կամ թմրանյութերի միջոցով։ AI ուղեկիցները լուծում են այդ խնդիրը։ Դրանք շոյում են մեր անվճռականությունը եւ տագնապները։ Սա խնդիրներից խուսափելու пассив ապակառուցողական ռազմավարություն է։ Եվ այսպես, մենք գործ ունենք այստեղ կապվածության հետ, եթե մենք AI-ը օգտագործում ենք որպես փախուստ։ Դե, այսօր այսքանը, շնորհակալություն եմ հայտնում տեսանյութը դիտելու համար։ Եթե այն ձեզ դուր եկավ, ապա կխնդրեի, որպեսզի սեղմեիք հավանել կոճակը, կիսվել տեսանյութով ձեր մտերիմների հետ եւ բաժանորդագրվեիք իմ ալիքին։ Այդպիսով դուք ինձ մեծապես օգնած կլինեք, որպեսզի ես ակտիվ մնամ YouTube-յան հարթակում։ Առողջ եղեք, կհանդիպենք շուտով։